Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք։ Այսօր աշնանային համեղ աղցան ենք պատրաստելու, որը էսթետիկապես շատ գեղեցիկ է, դուք մի տեսք է ունենալու, քամած մածունով, առողջարար, ոչ մի բան չկա, որ վնասակար լինի մեր աղցանի մեջ։ Հեշտ, հասարակ, ընտիր աղցան է։ Նույնիսկ մածունը քամած, որ այստեղ չկա, Իտալիայում Երանի կլներ, որ քամած մածուն ուտեին, իրենք չեն հասկանում դա ինչ լավ մթերք է, ես եմ պատրաստել, սովորական մածունը առել եմ, նույնիսկ մածուն չի, իրենց սպիտակ յոգուրտ առել եմ, քամել եմ, որպեսզի համեղ աղցան ստանանք։ Ինչ է անհրաժեշտ լինելու, ամենաառաջինը գազարը պետք է քերիչով անցկացնենք։ Նախ առաջի գործողությունը դա ենք անում։ Գազարը քերիչով անցկացրեցինք, մոտավորապես, չգիտեմ, աչքաչափով եմ արել, փոքրիկ գազարներ էին, 7-8 հատ փոքրիկ գազար, շատ փոքրիկ գազար։ Սկզբից քերիչով անցենք անցնում, մնացեք քեզ լվանամ ու անցնենք առաջ։ Հենց տեղում գազարը համենում ենք, սև պղպեղով, աղով և ամենակարևորը, որպեսզի չսևանա, կիտրոնի հյութ ենք ավելացնում, կես կիտրոնի հյութ։ Հիմա այսպես մի լավ խառնում ենք, որպեսզի գազարի հետ աշխատանքը վերջացնենք։ Հիմա խոհանոցային թաղանթը դնում ենք, որովհետև գազարը պետք է սիրուն դասավորենք, փրենք այս խոհանոցային թաղանթի վրա։ Լավ տարածում ենք, որքան հնարավոր է բարակ շերտով։ Վերջ, գազարին այսպես հանգիստ ենք թողնում։ Հիմա պետք է համեմենք մեր մածունը։ Ինչով ենք համեմելու։ Նախ առաջինը։ Ունենք այստեղ վարունգ, ամենահամեղ բաղադրիչներից մեկն է։ Ունենք քաղցր պղպեղներ, ունենք կանաչի, ունենք ընկույզ։ Այսինքն աղցան ենք պատրաստում և ավելացնում քամած մածունին։ Այս հատվածն դուրս չի գալիս, կողքենք նետում ու մանր կտրատում ենք։ Խորհուրդ չեմ տալիս, որ քերիչով անցկացնեք, որովհետև վարունգը, գիտեք, առատ ջուր ունի, այնպես որ սերնես ես մի քիչ վատառողջ եմ, ձայնս մի քիչ կարող է լավ չլսվի, չգիտեմ, բայց ես այս վիճակով էլ մեկ է աշխատում եմ։ Իդեպ շատ կարևոր է այս սեզոնին համեղ սնվել, վիտամիններով հարուստ սեզոն է, աշունը, աշխատեք շատ օգտագործեք բանջարեղեն ու մրգեղեն։ Սա այսպես, հիմա կտրատում ենք պղպեղը, կես կանաչ պղպեղ կկտրատեմ, կես էլ նարնջագույն, ծիրանագույն, նարնջագույն, ես բոլորն էլ անվանում եմ, որպեսզի ծիրանագույնը մերն է, նարնջագույնը մերն է, այսպես, էլի մանր կտրատում ենք ու ավելացնում։ Մեզ մնաց կանաչին և ընկույզը։ Կարող եք սամիթել օգտագործել, ես այս պահին թարմ համեմ ունեմ, համեմ եմ օգտագործում։ Սամիթ լիներ, մեծ հավեսով սամիթել կօգտագործեի, այստեղ մեր մոտ մեծ խնդիր է թարմ կանաչի ունենալը։ Ընկույզն էլ մանրացնում ենք, մի քանի հատ ընկույզ, շատ պետք չէ, ու ավելացնում։ Մի փոքրիկ սխտորի փոշի, սև թարմ աղացած պղպեղ,
և իհարկե պարտադիր աղ ենք անում, ըստ ճաշակի։ Հիմա այս ամբողջը մի լավ կխառնենք, այսպես թանձր պետք է ստացվի, շատ կարևոր է։ Ինչ լավ բորմունք ունի, չեք պատկերացնի ոնց է բորում, ընտիր։ Հիմա տեղափոխում ենք ամբողջը ու տեղադրում ենք կենտրոնում, միայն կենտրոնում։ Վերջ։ Զգուշությամբ հարթեցնում ենք գդալի միջոցով ու զգուշությամբ հիմա պետք է այսպես հավաքենք։ Ու ձիգ պետք է լավ այսպես հավաքենք։ Մի քանի հատ թել ենք կտրում, որպեսզի դդմի ձև տանք, դե որ տանգնեին թելը լավ կլինի, դե ոչինչ, հեսա կդնենք։ Հիմա շրջում ենք ու թելով կապում ենք, այսպես մի քիչ ձիգ։ Կարծում եմ հասկացանք ինչ աշխատանք ենք անում, չէ՞։ Դճում ենք ստանալու։ Եվ վերջինը։ Դնելու ենք հետո սառնարանում, 1 ժամ, 30 րոպե, որպեսզի համերը իրար գա ու ձևն էլ մի քիչ այսպես պահպանվի ու հետո կարող եք արդեն մատուցել։ Վերջ։ Սա էլ կապեմ։ Վերջ սիրելիներս, ուղարկում եմ սառնարան, թողնում ենք մի քիչ մնա, հետո արդեն կարելի է մատուցել։ Թելերը կտրում ենք ու տեսնենք ինչպիսի տեսք ունի, անցել է 1 ժամ։ Մի հատ էլ պղպեղի այսպես կոթը վերցրեք, դրեք ու դառնում է դդում, տեսեք որքան գեղեցիկ է։ Դե ինձ սիրելիներս, տեսակ ինչպիսի տեսք ունի, նաև ներսից, գեղեցիկ աղցան է, իսկական աշնանային աղցան։ Պատրաստեք, երբ որ պատրաստեք, կնկարեք անպայման, նկարներ կուղարկեք։ Ուտելուց էլ ինձ կհիշեք, հաջողություն բոլորին, հիմա կփորձեմ, համը կասեմ ինչպիսին է։ Շատ համեղ է, ընտիր։